Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին հաջորդած համարյա 4 օրվա լռությունից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր առաջին անգամ ելույթ ունեցավ եւ բոլոր կուսակցություններին կոչ արեց պատասխանատվություն ցուցաբերել կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում։ Նախընտրական շրջանում թուրքական հեռուստաընկերություններով Էրդողանը օրը առնվազն 3 անգամ ելույթ էր ունենում, իսկ ընտրություններից հետո նրա լռությունը հաշվող թուրքական կայքերը այսօր կանգ առան 3 օր, 22 ժամ, 1 րոպե 45 վայրկյանի վրա։ Այդ պահին խախտելով լռությունը Էրդողանը հայտարարեց, որ յուրաքանչյուրը պետք է մի կողմ թողնի իր եսը եւ կառավարությունը պետք է ձևավորվի որքան հնարավոր է արագ։ Ընտրություններից հետո առաջին հրապարակային ելույթ ունեցավ նաև երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Երեկոյան թուրքական պետական հեռուստաընկերության եթերում Դավութօղլուն ասաց, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիայի ժողովուրդը փակում է նախագահական համակարգին անցնելու դուռը, կուսակցություններին կոչ անելով կոալիցիոն կառավարություն կազմել։ Նա ասաց, որ մյուս կուսակցությունների հետ բանակցելու որևէ սահմանափակում չունի եւ կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակին հասնելու համար անկեղծ բանակցություններ է վարելու կուսակցություններից յուրաքանչյուրի հետ։ Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել, Hürriyet Daily News-ի փոխանցմամբ պետական հեռուստաընկերությամբ ասել է Ահմեդ Դավութօղլուն։ Թուրքիայի օրենսդրությամբ, եթե խորհրդարան անցած կուսակցություններին չհաջողվի կոալիցիոն կառավարություն կազմել, ապա երկրի նախագահը պետք է վարչապետ նշանակի, ժամանակավոր կառավարություն ձևավորվի, խորհրդարանը լուծարվի եւ նշանակվի խորհրդարանական նոր վաղաժամկետ ընտրություններ։ Դավութօղլուն ընդունել է, որ դա եւս տարբերակ է, եթե խորհրդարան անցած մյուս կուսակցությունները չցանկանան կոալիցիա կազմել, սակայն նրա կարծիքով ժողովուրդը դեմ է վաղաժամկետ ընտրություններին։ Հիշեցնեմ, Թուրքիայի պատմության մեջ եղել են կոալիցիոն կառավարություններ, սակայն ոչ մեկը չի աշխատել մինչև իր մանդատի վերջը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի 550 տեղանոց ազգային ժողով են անցել 4 կուսակցություններ՝ Արդարություն եւ զարգացումը 258 տեղ, Ժողովրդահանրապետականը 132 տեղ, Ազգային շարժումը եւ Քրդամեջ ժողովրդադեմոկրատական կուսակցությունները յուրաքանչյուրը 80-ական տեղ։ Ընտրությունների արդյունքները նաև ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է նախագահական կառավարմանը, որին ձգտում էր Էրդողանը սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Այս կապակցությամբ Դավութօղլուն ասել է. «Մենք ցանկանում էինք անցնել նախագահական համակարգին, բայց ժողովուրդը դրան հավանություն չտվեց։ Հիմա նոր պատկեր է եւ յուրաքանչյուրը պետք է շարունակի կառավարել գոյություն ունեցող խորհրդարանական համակարգի սահմաններում»։